Ինչպես որ Ահմադը Շարաը գամ անգեց առաջվա իրեն նախորդող աթեղաշրջումներով եկած հաստատված իշխանությունները ունեին որոշակի առաքելություն ծառայելու այս կամ այն կողմին շահերուն կամ այս օրերուն գլոբալիստական ինչ-որ ծրագիրներ ես կարծեմ, որ եկեղեցին հարվածելու Նիկոլի առաքելությունը նոր չէ, որ ստեղծվեցավ։ Ես կարծեմ, որ 2018-ի այսպես կոչված հեղափոխության նոր Հայաստան, նոր հայրապետ կամ այսպես կոչված Թավշյա հեղափոխության առաքելություններում մեկ մասնիկն էր ասկային եկեղեցին զարնելը։ Եվ երբ 7 տարի վերջ, որոնց ընթացքին ըստ իր խոստովանությամբ հասարան կգրկնի ամեն տարի, միակ հիմնարկը, որ միակ հաստատությունը, ասկային հաստատությունը, որ իր ոտքի վրա մնացած է դակամին, այդ եկեղեցին է։ Երևի այս հեղափոխության, այսպես կոչված հեղափոխության ետևը կանգնող ուժերը ժամանակը ուշացած եւ ճիշտ համարեցին այդ մեքենան աշխատեցնել, հոտ տալ այդ մեքենային եւ անոր համար է այս անընդհատ ամենօրյա անհեթեթ թեգուս, սակայն շատ վտանգավոր քրարումները երկրին վարչապետին, որ ոչ եւ իր դիգնոջ, ոչ օգտագործված լեզվով հարիր է pedagogan մարդու, ոչ մեր արժեքներով կամ հայկական ավանդական մտածողությամբ այսպես բան կարելի չէ եւ այսօրվան ավելի եւս վտանգավոր էր այսօր առավոտյանը, այսօր առավոտվանը ուղղակի օրենա ծեր ըսածն է երբ որ ժողովրդին կմղե որ թեպի այսինքն թեպի վեհարան եւ այլն այդ վեհարանը պաշտպանող եւ ճաշտող կողմեր արգան չէ այս մարդիկը այս բոլորը փախումի պիտի առաջնորդե եւ ինչ պետության իշխանության բարդականությունը նման բաներ շրջանցել է մեր բարակային ճիշտ հակառակը պետությունը կամ իշխանությունը այս բարակային ինքն է որ կհրահրե փոխանակ այս բանը բոլորին առաջ կառնել ասի շատ վտանգավոր երևույթ է